Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել բանագնացներ Ռուբինյանն ու Քլեչը պայմանավորվել էին դեռ 2022-ին, մինչև օրս սահմանագոտու այս դարպասները պինդ փակված են։ Ի վերջո, երբ կբացվեն, Երևանն ու Անկարան բանակցությունները շարունակում են, կոնկրետ ժամկետներ հիմա էլ չկան։ Մեր երկրի անվտանգության խորհրդի քարտուղարն է հայտարարում. Ժամկետի մասին որևէ բան չեմ կարող ասել։ Մենք ակնկալում ենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ունեցել ենք Թուրքիայի հետ, կիրականացնենք եւ շարունակում ենք քննարկել թուրքական կողմի հետ, որպես այդ պայմանավորվածությունները իրականություն դարձնենք հնարավորինս շուտ։ Թեկուզ եւ մասնակի երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացումը այս երկխոսության հարցերի հարցն է։ Օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս բանաձևն էր տվել, թեպետ միևնույն ժամանակ ըստ նրա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթաց կա։ Առաջիկա ամիսներից ակնկալիքն էլ էական է։ Սահմանների բացումը եւ հարաբերությունների հաստատումը այս պահին դեռ չլուծված է, պետք է արձանագրենք, այնուամենայնիվ առաջիկա ամիսներին շատ էական, եթե չասեմ ամբողջական կարգավորում ենք ակնկալում։ Իսկ Թուրքիայից դեռ նախորդ տարեվերջին էին խոստանում այս տարեսկզբին սիմվոլիկ քաղաքականություն վարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, եւ չնայած Թայիպ Էրդողանը փակագծեր չէր բացել, թե ինչ նկատի ունի ասելով խորհրդանշական քայլեր, մասնագետների համար ակնհայտ էր թուրքական սիմվոլիկայի սլաքները առավելագույնը կարող են թեքվել օրինակ Մարգարա Ալիջան, բացելու սահմանը հենց երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Այսինքն բանագնացների պայմանավորվածությունից գրեթե 4 տարի անց իբրև բարի կամքի դրսևորում մեզ մատուցել այն, ինչի շուրջ համաձայնությունը փաստացի վաղուց կար։ Իհեճուկս ներքին քննադատության, իհեճուկս ամենատարբեր բնույթի քննադատությունները, որոնք հնչել են Հայաստանի իշխանությունների հասցեին, Հայաստանի իշխանությունների կողմից կատարված խորհրդանշական եւ իրական քայլերի Թուրքիայի կողմից չի արվել համաչափ քայլեր, ու դա բնականաբար որոշեցության հիմքեր ստեղծում։ Ոստի նա ակնկալիքն այն է, որ լինի շոշափելի արդյունք, որը համաչափ կլինի այն ռեսուրսներին, որոնք մինչ այժմ ներդրվել են։ Մասնագետն ասում է, կա հարաբերությունների կարգավորման գործընթաց, սահմանները բացելու օրակարգային հարց, բայց մինչև այս պահն անհայտ է, թեկուզ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրերով սահմանը հատողների համար ինչ ռեժիմով են աշխատելու սահմանակետերը, ըստ Տեր Մաթևոսյանի, այս տեխնիկական հարցի հետևում բովանդակային առանցք կա։ Որոնք են աշխատելու Գյումրին, թե Մարգարան, դատելով տեղ ունեցածից, կարծես թե առաջին հերթին բացվել է Մարգարային, որին հետևելու է լավագույն սցենարի դեպքում Գյումրին։ Այսինքն այս հարցերը դեռ շարունակում են մնալ ու կարծես թե տրամադրությունն այն է, որ մինչև Իրանի կողմից 3 նախապայմանների բարելավում չբերի տեսանելի արդյունքների, Թուրքիան պետք է որևէ էական քայլ աներ։ Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական երկխոսության սպիդոմետրով էր չափում, բայց հիմա այստեղ կա նախաստորագրյալ խաղաղություն, Թրամփի վկայությամբ երկկողմ հռչակագիր, Բաքվից Երևան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների վերացված արգելքներ, փորձագիտական փոխայցելություններ Թուրքիայից այդպես էլ նորություններ չեն հասնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։